Բարև ձեզ, ես Նարեկն եմ, այսօր շարունակելու ենք խոսել ներդրումային գործիքների մասին։ Նախորդ էպիզոդում մենք արդեն հակիրճ ներկայացրել ենք ներդրումների հիմնական տեսակներն ու գործիքները։ Այսօր ավելի մանրամասն կանդրադառնանք ETF-ներին։ Օբյեկտիվորեն կուսումնասիրենք, թե ինչպես են դրանք իրականում աշխատում։ Կխոսենք դրանց տեսակների, մեխանիզմների, առավելությունների, ինչպես նաև ռիսկերի մասին։ Մեր նախագծի գործընկերն է Amunzi Agban, որը ավելի քան 10 տարի կառավարում է կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդեր Հայաստանում։ Ֆինանսական խորհրդատուները հաճախ խորհուրդ են տալիս ներդրումային ճանապարհը սկսել հենց ETF-ներից, որպես պարզ, դիվերսիֆիկացված եւ արդյունավետ գործիք։ Այս էպիզոդի ավարտին նաև կանդրադառնանք, թե ինչու է ETF-ներում ներդրումները համարվում երկարաժամկետ ներդրումների համար հիմնական ռազմավարություններից մեկը, անդրադառնալով նաև Warren Buffett-ի հայտնի $1 միլիոն գրազին։ Բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում ETF-ը եւ ինչպես է աշխատում։ Ինչ է ETF-ը? Exchange Traded Fund, բորսայում վաճառվող ներդրումային ֆոնդ է, որը միավորում է տարբեր ակտիվներ։ Կարող է լինի բաժնետոմսեր, պարտատոմսեր, ացանցիալ ֆինանսական գործիքներ, անգամ կրիպտոարժույթ եւ այլն։ Այդ ակտիվները գնում է ֆոնդի կառավարիչը, ով ստեղծում է ֆոնդը եւ դրա մասնաբաժիններն է առաջարկում ներդրողներին։ Ներդրողը գնում է ֆոնդի մասնաբաժինը, այնպես ինչպես օրինակ կգներ որևէ ընկերության բաժնետոմս։ Հիմնական տարբերությունը այն է, որ բաժնետոմս գնելիս դուք ներդրում եք անում մեկ կոնկրետ ընկերության մեջ, իսկ ETF գնելիս միանգամից բազմաթիվ ընկերությունների կամ ակտիվների մեջ։ Այսինքն մեկ ETF գնելով կարող եք գնել միանգամից մի քանի տարբեր տեսակի ակտիվներ։ Այն նաև ավելի մատչելի է, քան եթե համեմատենք ավանդական ներդրումային ֆոնդերի հետ, որոնք միջինում 3% միշտորդավճար են պահանջում։ ETF-ների գինը փոխվում է իրական ժամանակում, ամբողջ առևտրային օրվա ընթացքում, ինչպես օրինակ սովորական բաժնետոմսերին։ Հիմա փորձենք հասկանանք, թե որտեղից այդ ETF-ները առաջացան, այսինքն ուսումնասիրենք պատմությունը։ ETF-ները համեմատաբար նոր ներդրումային գործիք է։ ETF-ների պատմությունը սկսում է 1990-ականներից, երբ աշխարհը փորձում էր գտնել ներդրումների ավելի պարզ եւ մատչելի տարբերակ։ 1990 թվականին Toronto Stock Exchange-ում ներդրողները սկսեցին գնել Toronto 35 Index Participation Units, TPS 35 կոչվող գործիքը։ Սա պահեստային վկայականային կառուցվածք ունեցող ֆինանսական ինստրումենտ էր, որը հետևում էր TSE 35 ինդեքսին եւ ըստ էության համարվում է կանադական առաջին ETF-ը։ Առաջին հաջող ETF-ը ստեղծվել է 1993 թվականին ԱՄՆ-ում։ Դա SPDR S&P 500 ETF-ն էր, որը հնարավորություն տվեց ներդրողներին մեկ գործիքով ներդրում անել ամբողջ S&P 500 ինդեքսում։ Այս ֆոնդը մինչ օրս մնում է աշխարհի խոշորագույններից մեկը։ S&P 500 ինդեքսը ԱՄՆ-ի 500 խոշորագույն հրապարակային ընկերությունների ցուցակն է։ Այս ընկերությունները համարվում են երկրի ամենամեծ եւ ամենակարևոր բիզնեսները, ներկայացնելով տնտեսության լայն հատվածներ եւ տարբեր ոլորտներ։ Ինդեքսը կառավարվում է S&P Dow Jones Indices ընկերության կողմից, որը վերահսկվում է S&P Global-ի կողմից։ Nvidia-ն այժմ դարձել է S&P 500 ինդեքսի ամենամեծ ընկերությունը, մոտ 7% կշռով։ Երկրորդ տեղում է Apple-ը մոտ 6.3% բաժնով, իսկ երրորդում է Microsoft-ը 4.6%-ով։ Այդ երեք ընկերությունները միասին կազմում են ինդեքսի ընդհանուր արժեքի մոտ 18%։ 1993 թվականին շուկայում կար ընդամենը մեկ ETF, սակայն արդեն 2002-ին դրանց թիվը հասել էր 102-ի, իսկ 2009-ին արդեն 1000-ից ավել։ BlackRock-ը, Vanguard-ը, Amunzi ընկերությունները համարվում են ակտիվների աշխարհի խոշորագույն կառավարիչներ։ Amunzi-ն ամենամեծն է նաև Եվրոպայում։ BlackRock 2005 թվականի վերջի տվյալներով կառավարում է մոտ 14 տրիլիոն դոլար ընդհանուր ակտիվներ։ iShares ETF-ների ակտիվները գերազանցել են 5 տրիլիոն դոլար, իսկ Vanguard Group-ը կառավարում է մոտավորապես 10-12 տրիլիոն գլոբալ ակտիվներ։ Amunzi-ն էլ ավելի քան 2 տրիլիոն։ Համացանցում շատ տարածված է դավադրության տեսություններ, թե այս ընկերությունները կառավարում են աշխարհը։ Սա բացարձակ անհետեթություն է։ BlackRock-ին, Vanguard-ին կամ Amunzi-ին չեն պատկանում այդ գումարներն ու ընկերությունները։ Նրանք ադմինիստրատորներ են, իրական սեփականատերերը միլիոնավոր մանրածախ ներդրողներն ու կենսաթոշակային ֆոնդերն են։ PwC հետազոտությունները ցույց են տվել, որ ETF-ի շուկայի աճը 2006 թվականին ոչ միայն շարունակվում է, այլ նաև արագանում է։ Հարցման մասնակիցների ավելի քան 1/3-ը ակնկալում է, որ ETF-ներում կառավարվող ակտիվները
մինչև 2030 թվականի հունիսը կհասնեն 35 տրիլիոնի։ Այս կանխատեսումները հիմնված են արդեն նկատվող ուժեղ աճի վրա։ Միայն 2025 թվականին ETF-ների գլոբալ ակտիվները աճել են շուրջ 33%-ով նախորդ տարվա համեմատ։ Դե ինչ, ծավալները տպավորիչ են, հիմա անցնենք ETF-ների տեսակներին։ ETF-ները ընդհանուր առմամբ բաժանվում են երկու հիմնական խմբի, կախված դրանց կառավարման մոտեցումից։ Ինդեքսային ETF-ները, որոնց հաճախ անվանում են նաև պասիվ ETF-ներ, կառուցված են այնպես, որ հնարավորինս ճշգրիտ արտացոլեն որևէ հիմքային ինդեքսի արդյունքները։ Սա նշանակում է, որ ֆոնդը պարզապես հետևում է ընտրված ինդեքսի շարժին, ինչպես աճի, այնպես էլ անկման ժամանակ։ Եվրոպական շուկայում հենց այս տեսակի ֆոնդերին են գերակշռում, քանի որ դրանք առաջարկում են պարզություն, թափանցիկություն եւ ցածր ծախսեր։ Ակտիվ ETF-ները գործում են այլ տրամաբանությամբ։ Այստեղ ֆոնդի կառավարիչները ակտիվորեն ընտրում են ակտիվները, նպատակ ունենալով գերազանցել շուկայի միջին արդյունքները։ Այսինքն պրոֆիլը չի սահմանափակվում որևէ ինդեքսի մեխանիկական կրկնությամբ, այլ ձևավորվում է վերլուծության, կանխատեսումների եւ այլ ռազմավարական որոշումների հիման վրա։ Ինդեքսային ETF-ների դեպքում կիրառվում են ինդեքսների վերարտադրման երկու հիմնական մոտեցումներ՝ ֆիզիկական եւ սինթետիկ։ Ֆիզիկական վերարտադրում այս մեթոդի դեպքում ETF-ը իրականում գնում է եւ պահում է այն արժեթղթերը, որոնք ներառվում են տվյալ ինդեքսում։ Այսինքն, եթե ETF-ը հետևում է որևէ ինդեքսի, ապա նրա ներսում կգտնեք հենց այդ ինդեքսի կազմում ընկերությունների բաժնետոմսեր, համամասնորեն բաշխված կառուցվածքով։ Օրինակ, QQQ Trust-ը հետևում է Nasdaq 100 ինդեքսին եւ պահում է իրական բաժնետոմսեր։ S&P 500 ETF-ը ներդրում է անում S&P 500 ընկերությունների բաժնետոմսերին։ Սինթետիկ ETF-ների դեպքում ֆոնդը անմիջականորեն չի տիրապետում ինդեքսը կազմող արժեթղթերին։ Փոխարենը այն կնքում է ֆինանսական swap համաձայնագրի, սովորաբար ներդրումային բանկի կամ ֆինանսական հաստատության հետ։ Այս պայմանագրով հակառակ կողմը պարտավորվում է ապահովել ինդեքսի եկամտաբերությանը համապատասխան արդյունք եւ փոխանցել այն ETF ֆոնդին։ Սինթետիկ ETF-ները լայն տարածում ունեն եւ Եվրոպայում եւ Ասիայում, որտեղ բորսաները հաճախ օգտագործում են X նշանը անունների սկզբում դրանք տարբերակելու համար։ Օրինակ X-Trackers S&P 500 Swap UCITS-ը հետևում է S&P 500 ինդեքսին swap-ի միջոցով։ Այսօր գոյություն ունի ETF գրեթե ցանկացած ակտիվների համար։ Բաժնետոմսային ETF-ներ։ Բաժնետոմսային ETF-ները բաղկացած են տարբեր ընկերությունների բաժնետոմսերի ձևավորված զամբյուղից։ Դրանք կարող են լինել ինչպես լայնորեն դիվերսիֆիկացված, այնպես էլ շատ կոնկրետ ուղղվածությամբ։ Օրինակ, տեխնոլոգիական ոլորտի ETF QQQ-ն, որի մասին արդեն խոսել եմ, կամ հեռահաղորդակցության Vanguard Communication Services ETF-ը VOX-ը, կամ կան առողջապահության համար։ Հիմա այսօրին շատ պոպուլյար է ու արագ է DRAM-ը, որը հիշողության արտադրող ընկերությունների ETF է Samsung-ից մինչև Micron Technologies։ Բացի այդ կան նաև տարածաշրջանային ETF-ներ, որոնք թույլ են տալիս ներդրում կատարել տարբեր երկրներում առանց տարածաշրջանի շուկաներում առանձին բաժնետոմսեր գնելու։ Օրինակ, աճող շուկաների Amundi Core MSCI Emerging Market UCITS ETF-ը, iShare MSCI Japan ETF-ը կամ EWY-ը Կորեայի համար։ Կան նաև պարտատոմսային ETF-ներ, այսինքն այդ ETF-ը ունի մենակ պարտատոմսեր։ Եկամտաբերությունը հիմնված է այն պարտատոմսերի վրա, որոնք ներառված են ֆոնդի կազմում։ Դրանք կարող են լինել պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր կամ համանքային պարտատոմսեր։ Ի տարբերություն առանձին պարտատոմսերի, ETF ձևաչափով այս գործիքները սովորաբար չունեն ֆիքսված մարման ժամկետ, քանի որ պորտֆելը պարբերաբար թարմացվում է։ Ներդրողները կարող են գնել օրինակ ԱՄՆ պետական պարտատոմսեր ըստ ժամկետի, երկարաժամկետ օրինակ iShare 20+ ETF-ն է, կամ կարճաժամկետ, որը օրինակ iShare-ի 1-3% Treasury Bond ETF-ն է, Vanguard-ի Short Term Treasury ETF-ը։ Կան նաև ոլորտային ETF-ներ, կենտրոնանում են տնտեսության որևէ կոնկրետ ճյուղի վրա։ Օրինակ ավտոմոբիլային արդյունաբերության, էներգետիկայի կամ օրինակ ֆինանսական սեկտորի։ Ապրանքային ETF-ները ներդրումներ են ֆիզիկական ապրանքների կամ դրանց գների վրա։ Դրանք կարող են կապված լինել օրինակ ոսկու, նավթի կամ այլ հումքային ապրանքների հետ։ Այս ETF-ի տեսակները հաճախ օգտագործում են որպես պաշտպանական գործիքներ, հատկապես շուկայի տատանումների կամ ինֆլյացիոն ռիսկերի պայմաններով։ Օրինակ iShares-ի ոսկու ETF-ը կամ United States Oil Fund-ը, որը նավթի ETF է։ Առանձնացվում են նաև բաշխվող եւ կൂട്ടակային ETF-ներ։
Ֆոնդը հավաքում է սայութաբաժիներ ու կանխիկ վճարում է ձեր բրոքերային հաշվին։ Դա բաշխվողն է։ Իսկ կուտակայինը ֆոնդը ավտոմատ կերպով վերաներդրում է այդ գումարը ֆոնդի նոր մասնաբաժիններ գնելու համար։ Երկարաժամկետ ներդրումների համար սա հրաշալի տարբերակ է բարդ տոկոսը աշխատացնելու։ ETF-ների կարևորագույն բաղադրիչներից մեկը դիվիդենդների սայութաբաժինի մեխանիզմն է, որը հաճախ թերի է հասկացվում սկսնակ ներդրողների կողմից։ Եվ եթե դուք գնում եք ETF, դուք փաստացի դառնում եք այդ ֆոնդի մասնաբաժնի սեփականատեր։ Իսկ ֆոնդը իր հերթին տիրապետում է բազմաթիվ ընկերությունների բաժնետոմսերի, որոնց մի մասը վճարում է դիվիդենդներ, շահութաբաժին։ Այսինքն դիվիդենդները անցնում են մի քանի շերտով։ Ընկերությունից ETF ֆոնդ, ETF ֆոնդից ներդրող։ Ինչպես է աշխատում բաշխումը։ Ենթադրենք ETF ունի որևէ ընկերության 100 բաժնետոմս, եւ դուք տիրապետում եք ETF-ի բաժնետոմսերի 10%-ին։ Այս դեպքում դուք իրավասու եք ստանալ ETF-ի ստացած դիվիդենդների 10%-ը։ Ֆինանսական հաստատությունը, որը կառավարում է ETF-ը, օրինակ Vanguard-ը կամ Amundi-ն, հավաքում է այդ դիվիդենդները եւ փոխանցում ներդրողներին։ Սովորաբար երամսյակային պարբերականությամբ։ Պատկերացնենք ETF-ը ներառում է 5 ընկերություն եւ յուրաքանչյուրն վճարում է $1 եկամտային դիվիդենդ 1 բաժնետոմսի համար։ Եթե ֆոնդը ունի այդ ընկերություններից յուրաքանչյուրից 10 բաժնետոմս, ապա ընդհանուր դիվիդենդները կլինի 5 ընկերություն անգամ $1 անգամ 10 բաժնետոմս հավասար է $50։ Երամսյակային եկամտաբերությունը ֆոնդի համար։ Եթե դուք տիրապետում եք ETF-ի բաժնետոմսերի 10%, ապա ձեր բաժինը կլինի 5% յուրաքանչյուր երամսյակում։ Սա շատ պարզեցված օրինակ էր։ Հիմա խոսենք ծախսերից։ ETF-ները հեղափոխություն մտցրեցին շուկայում նախ եւ առաջ իրանց էժանությամբ։ Ավանդական ներդրումային ֆոնդերը հաճախ գանձում են lot fee, մինչև 5% միջնորդածվճար պարզապես ֆոնդ մտնելու կամ դուրս գալու համար։ ETF-ները նման վճար չունեն։ Փոխարենը դրանք ունեն ծախսերի գործակից expense ratio, փոքր տարեկան տոկոս պահվող ակտիվներից։ Ստանդարտ S&P 500 ETF-ը ունի մոտ 0.03% գործակից, տարեկան $3 վճար ամեն $10,000 դիմաց։ Բայց զգուշ եղեք, հատկապես արագ գործարքների դեպքում կա եւս մեկ թաքնված ծախս՝ spread-ը, bid-ask spread։ Քանի որ ETF-ները վաճառվում են բորսայում, գնորդի առաջարկած եւ վաճառողի պահանջված գնի միջև միշտ կա տարբերություն։ Խոշոր ETF-ների դեպքում, օրինակ VWE, այն ընդհանրապես կարող է լինել 1-2 ցենտ, բայց ավելի փոքր ETF-ների դեպքում spread-ը կարող է լինել ավելի մեծ։ Spread-ը ձևավորվում է շուկայի բնական վարքագծից։ Գնորդները փորձում են գնել ավելի էժան, իսկ վաճառողները վաճառել ավելի թանկ։ Հասանք ռիսկերին։ Չնայած բոլոր առավելություններին, ETF-ները կախարդական փայտիկ չեն եւ ինչպես ցանկացած այլ ներդրումային գործիք ունի իր ռիսկերը։ ETF-ում ներդրում կատարելու դեպքում ներդրողը կրում է կապիտալ կորուստի ռիսկ։ Սա նշանակում է, որ շուկայի անբարենպաստ շարժերի դեպքում ներդրման արժեքը կարող է նվազել եւ ներդրողը կարող է ամբողջությամբ կամ մասամբ չվերականգնել իր սկզբնական ներդրումը։ ETF-ի արժեքը ուղղակիորեն կախված է այն շուկաների գնային շարժից, որոնց հետ կապված է տվյալ ինդեքսը կամ արժեթղթերը։ Այս պատճառով ETF-ի գինը կարող է կտրուկ կամ երբեմն անկանխատեսելի փոխվել, ինչպես վեր, այնպես էլ վար։ ETF-ի ռիսկը կախված է նաև այն ակտիվներից, որոնք ներառված են ETF-ում։ Օրինակ զարգացող շուկաների կամ բարձր աճի կամ բարձր տատանողականության ոլորտներին ուղղված ETF-ները սովորաբար ավելի բարձր ռիսկային են, քան զարգացած շուկաների լայն ինդեքսները։ ETF-ները կարող են ենթարկվել արժութային ռիսկի, եթե ֆոնդի արժույթը տարբերվում է այն ակտիվների արժույթից, որոնց վրա այն հիմնված է։ Փոխարժեքների տատանումները կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Կա նաև համակենտրոնացման ռիսկ, հատկապես թեմատիկ ETF-ների դեպքում կարող է ներառվել սահմանափակ թվով ընկերություններ կամ ակտիվներ։ Որքան նեղ է ընտրության շրջանակը, այնքան ավելի կենտրոնացված է ռիսկը, եւ այն ավելի ուժեղ է ազդում առանձին ընկերությունների արդյունքներից։ Օրինակ խոսեցինք Round Hill Memory ETF-ի DRAM-ի մասին, որը կենտրոնանում է հիշողություն ոլորտի ընկերությունների վրա։ Եթե այդ ոլորտում անկում լինի, ETF-ը կարող է զգալիորեն տուժել, քանի որ ունի սահմանափակ եւ նմանատիպ բիզնեսների վրա հիմնված պորտֆել։ ETF-ի գինը եւ իրական արժեքը կախված է նաեւ հիմքում ընկած ակտիվների լիկվիդայնությունից։ Լիկվիդայնությունը ակտիվների կամ գույքի արագ եւ առանց արժեքի զգալի կորստի կանխիկ դրամի վերածելու հատկությունն է։ Եթե այդ ակտիվների շուկայում լիկվիդայնությունը նվազում է,
դա կարող է դժվարացնել ETF-ի առևտուրը։ Ինչպես գնահատել ETF-ի ռիսկը։ ETF-ները ունեն ռիսկի գնահատման ցուցիչ, որը ներառված է ֆոնդի հիմնական տեղեկատվական փաստաթղթում (KID-ում) եւ կարող է ժամանակի ընթացքում փոխվել։ Սովորաբար օգտագործվում է 1-ից 7 սանդղակ, 1-ը ցածր ռիսկ, 7-ը բարձր ռիսկ։ Սակայն կարևոր է հասկանալ, որ նույնիսկ առաջին մակարդակի ETF-ը չի նշանակում ռիսկի լրիվ բացակայություն։ Վերադառնանք էպիզոդի սկզբում նշված Բաֆետի գերազին եւ նրան, թե ինչու են ոլորտի մասնագետները առաջարկում սկսել ներդրումներ կատարել հենց ETF-ներից։ 2008 թվականին Բաֆետը գրազ եկավ Ortega, երևի ճիշտ եմ ասում, Partners-ի հետ $1 միլիոն վրա, որ պարզ չկառավարող S&P 500 ինդեքսի ֆոնդը 10 տարվա կտրվածքով կհաղթի էլիտար ներդրումային ֆոնդերի կառավարիչներին։ Արդյունքում 2016 թվականի վերջում Բաֆետի ինդեքսային ներդրումը տարեկան մոտ 7.1 եկամտաբերություն էր ապահովել, իսկ Ortega ֆոնդինը 2.2։ ETF-ները կարող են լինել արդյունավետ գործիք ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման, տարբեր շուկաներում եւ ոլորտներում մասնակցություն ստանալու, ինչպես նաեւ ընդհանուր ներդրումային ռազմավարությունը ընդլայնելու համար։ Հաջորդ էպիզոդներում կշարունակենք ուսումնասիրել այլ ներդրումային գործիքներ եւ մեխանիզմներ, ավելի ամբողջական պատկեր կազմելու համար, թե ինչ են իրենցից ներկայացնում ներդրումային գործիքները։ Հենց որ բաժանորդագրվեք, լայքեք, որպեսզի չբաց թողեք մեր ապագա էպիզոդները։ Շնորհակալություն։